իսկ նրա ես իմիջիալոց ասեմ ես ոչինչ իմ կողմից չեմ ավելացնում ես արել եմ այն ինչ որ ինքը ասել է իր գրքում ման եմ եկե որպես գիտնական որպես քյուժևագետ եւ նույնիսկ թարգմանությունների մեջ գտել եմ ահա որ սխալներ եւ եթե ես հայ չլինեի գյումրեցի չլինեի այդ սխալը որը հիմա մի քանի հատ կա Օրինակ, հիշում եք այն թարգմանագիտական ասի մի բան, պատմում են թե ինչպես փողոցներում թե քյուրջերի այդ քիշկը անգլերենով հիմա որ էջը կա բանամ, ասում է ինձ զարմացել է, ինքը զարմացել է, այստեղ այդպես հետաքրքիր չբացայտված թարգմանագիտական երևույթներ է։ Ասում է հանդիպեցինք, սխալ տերմին ասեմ, հետո ցես բացատրեմ։ Եյունգ աշոխ Աստվածան կարծում եմ, այդ ինչ կարող լինի։ Այդ թարգմանությունների խայտարակությունը, որին հիմա ես կանգնադառնամ, հետևյալն է, բանից սպասում է, որ եղունգ նայող։ Եղունգ աշոխ։ Աշոխ, բայց այդ բառը պես եւ թարգմանությունը սխալ է գնացել։ Մեկ ուրիշ թարգմանության խայտարակություն ներկայացնեմ, քիչ առաջ դուք նաեւ խոսեցիք երկրորդ օրինակը թույլ տակ կներկայացնեմ աշխուհական մեջլիսների փառատոների մասին։ Բայց ամենամեծ խայտարակությունն այս գրքի մեջ դրած է, որ Գյուրջիևը իր համար ամենամեծ թարգմանագիտական հոգևոր միստիկական, այսպես ասած, սրբավայրերի, սրբերի ուժի զորության, որպես օրինակ բերում է ուխտագնացություն Դուսքյանդ, արդեն գիտեք որն է, Ահուրյանը, այնտեղից դեպի Ջաջուր։ Եվ ասում են Ջաջուրում ինքն է պատմում Գյուրջիևը եղել է կա եւ Պարկասու ես կարողացա գտնել իրիսկապես միստիկական ձևով, մի քիչ առաջ անցախոր գերեզմանը երևի չասեցի, բայց համենայնպես սխալի առումով եմ ասում։ Ես գրքում կարդում եմ, ասում է իբր մենք մեծ ուրեմն ուխտագնացության խմբով գնում ենք դեպի Ջաջուրի ամենապրեց սրբավայրը։ Աստված ջան, ասում եմ ես որպես հայ ամենապրեց բառ չգիտեմ, դա հայկական բնի։ Աբրես Ամենափրկիչ, ամենափրկիչ։ Այդ թարգմանականի միջոցով շատ լավ մեծ շրջապատ ունեմ քյուրջավագիտական տարբեր կենտրոններում մի քանի անգամ եկել են ասել են Mr. Melik-Sargsyan, can we go to the Ջաջուր ամենապրեց։ Բայց փաստորեն Գյումրը ամենափրկիչի մասն է։ Ոչ, Ջաջուրում ես ասեցի ուշադրություն սրբավայրերը, սրբի գերեզման։ Սուրբ Հովանես ենք ասում, չէ՞, այդպես։ Կամ իմիջիալոց գիտեք, չէ՞։ Մնացել է գերեզմանը մի կա։ Այո, ես գտա։ Ուրեմն մենք պետք է նկարենք իրար հետ։